առաջնորդություն է ներկայացրել, խնդրել է հետաձգել գործընկերությունը, որպեսզի փաստաբաններ գրավի, ներկայացուցիչներ գրավի գործին մասնակցելու համար։ Նախորդ կապի դուրս եկել է, թե ոչ։ Ինքը դրա ժամանակը չուներ, մինչև հիմա փաստաբաններ գրավելու։ Ճիշտն ասած ուներ, օրենքով նախատեսված է 14-օրյա ժամկետ, պատասխան, դիրքորոշում ներկայացնելու, փաստաբաններ գրավելու համար չկա տենց սահմանափակում, բայց այդ հնարավորությունը շուրջ 14-15 օր ունեցել է պատասխանը։ Բայց եթե մարդը անձը կապ չունի, միտումնավոր նման քայլերի է դիմում, դատարանը ինչպիսի սանկցիաներ կարա կիրառի, ինչպիսի քայլեր կարա անի այդ մարդու։ Իրականում քաղաքացիական 14 օր իմացել է սրա մասին եւ առ այս պահը փաստաբան չի ներգրավել։ Իրականում նա կարող է ներգրավել, կարող է չներգրավել, կարող է անձամբ չներկայանալ եւ դա բացարձակապես իր իրավունքն է։ Եթե դատարանը կհամարի, որ այլևս ձգձգմանն է ուղղված իր գործողությունները, երկրորդ, երրորդ անգամ չներկայանալու պարագայում, ապա կարող է այլևս նրա բացակայությունը անհարգելի դիտել եւ լսել իր բացակայության, բայց առաջին նիստը այդ դեպքը չի։ Իսկ դատական հաջորդ նիստը երբ նշանակվեց, որովհետև դատական նիստերն էլ են ձգձգվում։ Օգոստոսի 24-ին շատ մոտ է նշանակել դատական նիստը, իրականության մեջ կարճ ժամկետ է տվել, որպեսզի փաստաբաններ գրավի եւ ապահովի ներկայությունը, ամսի 24-ին ժամը 16:00-ին հաջորդ նախնական նիստն է։ Փաստաբան եք եւ դուք ուսումնասիրել եք այս գործը, դուք ինչ կասեք էլի եւ ինչ ակնկալիք ունեք։ Ոչ միայն ուսումնասիրել եմ, ես եմ պատրաստել հայցադիմումը եւ եթե ես համարեի, որ անհիմն է հայցը, ես երևի թե չվերցնեի այդ գործը կամ այլ հեռանկար կնկարեի։ Եվ այստեղ ինձ հարցը տալիս էին, ես գուցե խանգարող իրավաբան չեմ, գուցե ինչ-որ բան չեմ ասել, բայց ես հստակ ասացի, որ մենք գործ ունենք նաև զրպարտության հետ, ոչ միայն պատվերի արժանապատվության հարցը, այլև մենք երկու հիմքով ենք հայց։ Ճիշտ այդպես, մենք երկու հիմքով ենք ներկայացրել հայցադիմումը, թե զրպարտության, թե վիրավորանքի համատեքստում։ Գեգամ Նազարյանի վերաբերմունքը Անի Գևորգյանի հանդեպ եւս սա առաջին դեպքը չէ, առաջ էլի նման դեպքեր են եղել, այսինքն մենք ինչ ակնկալի կարող ենք ունենալ եւ միջև ուր կհասնի Գեգամ Նազարյանը իր այս պահվածքով եւ ի վերջո ներողություն կխնդրի թե ոչ։ Եվ մի հարց էլ հավելենք, հաշվի առնելով, որ իր կապը իշխանության հետ շատ լավ է, ինչ է կարծում իշխանությունը իրեն կպահի իր գրքի մեջ, թե չէ, այսպես ասած, հա։ Չեմ կարող ասել քաղաքական հարցերի շուրջ, երևի թե ես ճիշտ հասցեատեր չեմ հարցի, որովհետև քաղաքական բնույթի հարցերը չի, որ քննարկում ենք այս փուլում, ինչ վերաբերվում է ձեր հարցին, ապա ես տեղյակ եմ, որ այլ դեպքեր եւս եղել են եւ գիտեմ, որ Գևորգյան Անին չի դիմել դատական պաշտպանության, հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, առանձնահատկություններ կոնկրետ կախված հենց պատասխանողի ստեղծված իրավիճակի հետ եւ այդ թվում որդու հետ կապված, բայց այլևս, քանի որ շարունակական բնույթ է կրում այս վերաբերմունքը Նազարյանի Գևորգյանի նկատմամբ, ապա կարծում եմ, որ ճիշտ որոշում է դիմել դատարանը։ Ես հարգելի գոլեգայի հարցը փոքր կվերաձևակերպեմ։ Դատավորը, որը քննելու է գործը, օրինակ ձեզ ծանոթ է ինչ գործերով է նա հայտնի եւ ինչ քաղաքական, ինչ դիրքորոշում ունի։ Ծանոթ է տվյալ դեպքում որևէ նշանակություն չունի, ճիշտ ասած չկա մի դատավոր կարծում եմ, որին ես ծանոթ չլինեմ Հայաստանի Հանրապետությունը։ Բայց քաղաքացիական գործերով սովորաբար մենք տեսնում ենք շատ հաճախ, որ դատարանը նաև արդարացիորեն որոշումներ է կայացնում։ Այո, ես այդ համոզմունքի եմ եւ կարծում եմ, որ վստահ եմ, որ օբյեկտիվորեն գործը կքննվի։ Եվ մի այլ հարցել եմ ես ուզում տալ, հաշվի առնելով նաև, որ միջադեպը ինձ հետ էր կապված, շատերն են ասում, որ ես այնտեղ արտահայտություն եմ օգտագործել, որը կարող է դիտարկվել, որ Գեգամ Նազարյանը դրանից հետո է ասել, բայց Գեգամ Նազարյանը սկզբանե փորձել է խոչընդոտել, ինձ այնտեղից փորձելով դուրս հրավիրել։ Այստեղ մի այլ հարց էլ կա, Գեգամ Նազարյանը որպես քաղաքական գործիչ, հաշվի առնելով այն, որ մեկ այլ քաղաքական ուժի ֆրակցիայում է եղել, եւ սկսել է արդեն բացահայտել մեկ այլ քաղաքական ուժի սատարել, արդյոք պատրաստ չպիտի լինել հիմա քննադատությունների եւ այստեղ
քաղաքական գործչի եւ լրագրողի պաշտպանությունը նույն հարթության վրա է։ Ոչ, հիշենք, որ Գեղամ Նազարյանը հանդիսացել է միջադեպի պահին պատգամավոր ազգային ժողովի եւ հաստատապես մենք ունենք նաեւ եվրոպական դատանի որոշումներ դրա վերաբերյալ, որ նա պետք է ավելի տոլերանտ գտնվի, ցանկացած քննադատությանը պատրաստ լինելով այդ քաղաքական բնույթի քննադատությանը, բայց մենք պետք է այստեղ ուրիշ բան էլ տարբերակենք։ Մենք եթե եւս մեկ անգամ նայենք տեսանյութը, մենք կնկատենք, որ եթե Անի Գևորգյանի արտահայտությունները զուտ քաղաքական բնույթի էին, ապա Գեղամ Նազարյանի արտահայտությունները անբարոյականության դրսևորում կարող էին դիտարկվել հասարակությունում։ Այդ մասին իմջալոց կա Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, որը վկայակոչել եք նաև հայցադիմում։ Եվ այստեղ մի ուրիշ հանգամանք էլ կա, ընկալման դրա ինչ ազդեցություն է գործել, որտեղ դրանից հետո Գեղամ Նազարյանի անունը կրկին շոշափելով մեկ այլ միջադեպ եղելուց հետ կապված կրկին փորձ է արվել հաշվի առնելով այն, որ Գեղամ Նազարյանը այդպիսի հանրային հայտարարություն է արել, իմ նկատմամբ նմանաբովանդակ հայտարարություն արել, ավելին հասնել մինչև իմ երեխային։ Այսինքն ինքը այնուամենայնիվ ազդեցություն գործել է, շոշափելի ազդեցություն։ Հարգելի Գևորգյան, պատահական չէ, որ միջադեպը եւս ձեր նկատմամբ որոշակի դրսևորումներ կային կոնկրետ պատասխանողի կողմից։ Այսինքն մենք կարող ենք նկատել այստեղ շարունակելիություն կոնկրետ ձեր անձի հանդեպ, ձեր մասնագիտական գործունեություն իրականացնելիս։ Նկատի ունեմ, որ իր վարքագիծը նույնիսկ եթե դա չլիներ, այլոց համար։ Նույնիսկ եթե դա այդպես չլիներ, նա բոլոր դեպքերում հանդիսանում է ԱԺ պատգամավոր, գոնե դիրքավորում ունի նման, եւ դա նշանակում է, որ իր խոսքը լսելի է ցանկացած պարագայում եւ իր մասնակցությամբ նման միջադեպերը չեն կարող անհետևանք մնալ։ Սրանով պայմանավորված, այո, ես կարծում եմ, որ դատական պաշտպանության դիմելը դա լավ միջոց է, կարգավորում տալ այս հարցին մեկընդմիշտ։ Եվ մի ուրիշ հարց էլ կա, բարոյական տեսանկյունը նաև դիտարկում, որը մեկ իրավունք ուներ ինձ արգելել մտնել եկեղեցի։ Դուք անձամբ ինձ եք հարցնում, ոչ։ Շնորհակալ եմ, իմ պաշտպանությունը վստահելի ձեռքերում է, իմ շահերը վստահելի ձեռքերում են։ Շնորհակալ եմ շատ։ Ընդդեմը փոքրեք։ Շնորհակալություն ձեզ ուղիղ եթերում ենք։ Անի Հասարյան Գեղամ Նազարյանի առաջին նիստն է թեպետ Գեղամ Նազարյանի կողմից ձեր նկատմամբ բարոյական ճնշումներ վարել է եւ բարեցել։ Գեղամ Նազարյանը դիապազոնից ստիպացում որպես լրագրող ես հասկացած եք հարցը, գալեցի ես պատասխանում։ Անիծուներ։ Ես սկզբում իրեն հանգիստ փորձում էի, հիշեցնում էի, որ առավոտյան իր որդու ուշաքարի առաջ ենք եղել, այնտեղ ենք նկարահանումներ նաև իրականացրել, հասկանում եմ իր ցավը եւ այլը, բայց Գեղամ Նազարյանը շարունակում է նույն ոճով։ Եւ նա ստիպեց, որպեսզի ես մտնեմ կոպիտ ասած այն դաշտ, որին ինքը ինձ ամեն կերպ ներքաշում է, ըստեյության սադրեց, որտեղ ես եմ անց եւ երբ իմ հասցեին մեղադրանքներ են հնչում, այն էլ հանրային վայրում, այն էլ ուղիղ եթերում, ես պիտի դրանց պատասխանեմ։ Այլապես կարող է մարդկանց մոտ ձևավորվել տեսակետ, որ ով ինչ ասում է, դրա մեջ ուրեմն ճշմարտության հատիկ կա, դրա համար ես ուղղ։ Հետո որոշեցի այնուամենայնիվ դատարան չդիմել, մտածելով, որ հանրային պարսավանքը բավարար էր, Գեղամ Նազարյանը չի շարունակել, բայց Գեղամ Նազարյանը ըստ էության շարունակեց եւ ավելի վատ ձևով շարունակեց, այս անգամ արդեն ընդհուպ թիրախավորելով ինձ որպես կին, ոչ միայն որպես լրագրող, այլև որպես կին։ Ասեմ, կնոջ պարագայում նման դեպքերը չափազանց վտանգավոր են, որովհետև հատկապես եթե դու պարբերաբար գործունեություն ես իրականացնում, թեժ իրավիճակներում, տալիս ես կնճռոտ հարցեր եւ այլն, որևէ մեկը կարող է մտածել, որ ինքը կարող է այդ օրինակից օգտվել եւ եթե դու չես դիմել դատարան, ապա ինքը կարող է կրկնել օրինակ Գեղամ Նազարյանի ասացները։ Մենք տեսանք, թե ավելի վատ ձևով ինչ արեց Գեղամ Նազարյանի միջադեպից հետո Ռուստամ Ավագյանը, ով իբր եկել էր պաշտպանելու ինձանից եւ զոհված զինծառայողների ծնողներին պաշտպանելու իբր ինձանից, բայց
Մենք բոլորս գիտենք, թե զոհված զինծառայողների ծնողները ի նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն։ Ինքը նաև Գեգամ Նազարյանը միջև Կիրանցը, միջև այն բացահայտումը, որ ես իրականացրել եմ, բարբերաբար իմ տեսախցիկի առաջ խոսել է, իր վերաբերմունքը իմ նկատմամբ եղել է բացառապես դրական։ Ես այս ամենը պայմանավորվում եմ զուտ իր կողմից, իմ կողմից կատարված բացահայտմամբ, ուղիղ հեռարձակմամբ կատարված բացահայտմամբ, որ երբ ընդդիմադիր ֆրակցիայի падգամավորի են պահանջում, որպեսզի կանգնի Կիրանցում ակցիա իրականացնող բնակիչների կողքին, գալիս էր Գեգամ Նազարյանը եւ հարձակվում նախ բնակիչների վրա, վիճում նաև Մաղսուդյանի հետ, հորդորում ճանապարհը բացել եւ այլը, հետո արդեն անցնում օպերատորին, ով ուղիղ հեռարձակում էր իրականացնում, հրամաններ տալիս, որ ուղիղ հեռարձակում չիրականացնի եւ դու ես միջամտում արդեն ամենավերջի բարերով դիմում էր քեզ, դժվարությամբ ներողություն, այսպես հա, ուղիղ ինձանից էլ չխնդրեց հետո։ Դժվարությամբ կհիշեք ժողովուրդ օրաթերթում Արմուրում, դժվարությամբ մի քանի նախադեպ, եթե այնտեղ եղել է լրագրող, եթե ես որևէ լրագրողի, այսինքն միջևերջ չէր ուզում հետ կանգնել, էլ գիտեք ինչից հետո, որ օրն է դա արել։ Երբ որ Կիրանցում ես տեղեկատվություն էի ստացել, որ հացատանը կասկածելի մարդիկ, մնացածը դուք արդեն պիտի հասկանաք, այդ օրն է եղել, ճիշտ այդ րոպեներին, երբ որ ես դիմակավորված ուժայինների հետ կռիվ էի տալիս, որ դուռը բացեի, տեսնեի այդ ինչ դավադրություն է, առաջին հերթին հայ ժողովրդի, որտեղ դա միայն Կիրանցի խնդիրը չէր։ Պիտի ես տեսնեի այդտեղ ինչ դավադրություն է։ Եվ քանի որ ես միայնակ էի, հետո իմ երկու գործընկերներն էլ եկան, որտեղ սկզբից հացական դուռը ներսից փակել էին։ Հետո իմ երկու գործընկերներն էլ արդեն միացան, բայց իհարկե մենք չենք կարող հատուկ ջոկատայինների հետ ոչինչ անել։ Բայց եթե այդ դուռը բացվեր, այսօր մենք շատ ու շատ հարցերի պատասխաններ կունենանք։ Ես ուզում եմ ասեմ, այս գործը ինչով է հետաքրքիր եւ կարեւոր, որովհետեւ այստեղ մենք գործ ունենք ոչ միայն արդեն իշխանության, այսպես աջակից դարձած անձի հետ, այլ գործ ունենք միջև վերջին օրերը ընդդիմադիր ֆրակցիայի падգամավորի հետ, որի վարքագծից հետո այդ անձը խմբակցությունից չի հեռացվել։ Այսինքն եթե դուք չեք կիսում նրա վարքագիծը, եթե չեք կարծում, որ բնակիչները պիտի ճանապարհը բացեին, հարգելի Հայաստան խմբակցության անդամներ, երկրորդ նախագահ, որովհետև այնտեղ հնչում էին մեղադրանքներ, ընդհանուր ուզում եք Արցախի ճակատագրին արժանանա եւ այլը եւ այլը եւ այլը։ Ինչու այդ ժամանակ չսաստվեց, ոչ միայն առանձին падգամավորների խոսքով, որ իրենք այդ դիրքորոշումը չեն կիսում եւ այլը, այլ ինչու այդ ժամանակ չսաստվեց եւ խմբակցությունից չհեռացվեց Գեգամ Նազարյանը, որը գիտեմ մանդատը չէին կարող ասել վայր դիր, չնայած եթե շատ ուզենային իրենց առնչվեր գուցե ասեին, բայց այնուամենայնիվ ինչու այդ ժամանակ այնպես չսաստվեց, որ այլևս իր վարքագիծը իմ նկատմամբ ինքը չշարունակել, որտեղ դրանից հետո տալիս եք այդ հարցի պատասխանը։ Այդ հարցի պատասխանի փոխարեն իշխանության ֆեյքերին սկսում են ընկերակցել նաև ընդդիմադիրների հետ առնչություն ունեցող ֆեյքեր, թե կոնկրետ ով է, ինչ է, չեմ կարող ասել, թողնում եմ արդեն հանրության ընկալմանը, բայց եթե Գեգամ Նազարյանի վարքագիծը, ընդհանուր այստեղ ասեմ, ես այստեղ արդեն իմ հարցը նույնիսկ երրորդական, չորրորդական էր, որովհետև նա վիճում էր բնակիչների հետ, այդ տեսանյութը եւս մեկ անգամ կարող եք տեսնել այդ բուն սահմանազատման, այսպես կոչված սահմանազատման ժամանակահատվածում։ Եվ հարց, ինչու այնտեղ կանգնած բնակիչները այդ պահին չպաշտպանեցին իրենց կիրանցեցի Գեգամ Նազարյանին, այլ Գեգամ Նազարյանից պաշտպանեցին լրագրող Անի Գևորգյանին, ում պարսավանքի էր ենթարկում, ում զրպարտում էր Գեգամ Նազարյանը։ Եվ այնտեղ ասում են ես զոհված զինծառայողի որը ինչ-որ բաներ եմ ասել եւ այլն, իսկ ինչն է ես սխալ ասել։ Միթե հիմա չենք տեսնում, որ այո, Փաշինյանն իր ընկերն է։ Միթե հիմա չենք տեսնում, որ Գեգամ Նազարյանը այո, շարունակում է իր կապերը հայկական ժամանակի, այսպես համատեքստում, եթե հիշենք իր հին աշխատանքը, ինչն է ես սխալ ասում։ Այսինքն հարգանքս, երևելի եմ ասում, փառք ու պատիվ Գեգամ Նազարյանի որդուն, նրա հիշատակին
բայց այնուամենայնիվ որևէ զոհված ինձ ծնող իրավունք ունի խաղալ իմ պատվի արժանապատվության հետ, իրավունք ունի նաև իր արտահայտություններով խաղալ իմ երեխայի լավագույն շահի հետ։ Անի, տեսեք, դուք ելի եք ունեցել դատական պրոցեսներ, կայացվել են որոշումներ, որևէ որոշում ձեզ կայացվել է, թե ոչ, եւ դրանք հետագայում ինչ ընթացք են ստացել այդ որոշումները, ուղղակի մնացել են թղթի վրա որոշումներ, թե դրանք։ Տեսեք, որոշումներ ի օգուտ ինձ կայացվել են, առնվազն երկուսը հենց հիմա կարող եմ ասել, Լալա Բեռնեցյան, Փաշինյանի ասուլիսից հետո ինձ բտարով սկսվող բառեր իմ մասին գրառել եւ դատարանը իհարկե որոշում էր կայացրել, որ պիտի փոխհատուցի, զրկվածության համար ներողություն խնդրի, մինչեւ հիմա ոչ փոխհատուցում է, ոչ զրկվածության համար ներողություն է խնդրում։ Նույնը Դիանա Մարտիրոսյանի հետ կապված իշխանության կրկին աջակից, ակտիվ աջակից, հիշում եք, որ ասներ գերիներին Բաքվում ավելի լավ են։ Այսինքն հիմա դուք այդ մասով տեսեք ինչ է եղել։ Դատարանը որոշումը կայացրել է։ Հետո չեն կարողացել պարտադրել, որ ներողությունը խնդրի։ Պատկերացրեք, հիմա ես այդպես չեն կարողացել։ Հիմա պատկերացրեք, հիմա չեն կարողացել։ Հետո ասել են, որ երևի հետո ամիսներ շարունակ տենց թողնելով քրեական գործ է հարուցվել, որ ինքը ներողություն չի խնդրում եւ այդ քրեական գործն էլ հիմա նորից գտնվում է դատամ։ Այսինքն ես մի հատ էլ շրջափուլով նորից պիտի անցնեմ։ Այսինքն ես մտածում եմ, որ միտումնավոր իմ շուրջ ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ ես իմ գործը թողնեմ, զբաղվեմ այդպիսի հարցերով, բայց ինձ դրանով ոչ մեկը չի կարող կոտրել, որովհետև վերջին ժամանակահատվածում, երբ ես ոչ միայն իշխանության թիրախում էի, այլև այն ֆեյքերի, որոնք ավելի շատ այս պահին ընդդիմության հետ են կապվում, հազարավոր մարդիկ ինձ ցույց տվեցին իրենց աջակցությունը։ Ես ուզում եմ այս փուլում նաև մի բան ասել, որ պարբերաբար նաև Փաշինյանի ասուլիսներին գնացել ասել եմ ձեր հարբած աջակիցները ինձ թիրախավորել են, վիրավորել են, սպառնացել են, ընդհուպ ֆիզիկական ուժի կիրառման են անցել։ Ուզում եմ այս իրավիճակում ասել, որ այս օրերին անհավատալի է, բայց անգամ Նիկոլ Փաշինյանի հարյուրավոր աջակիցներ գրել են ինձ, փաստերը կան, եւ այդ աջակիցներից մի քանիսն անգամ պարբերաբար հետաքրքրվել են իմ որպիսությամբ, որովհետև նույնիսկ նրանց համար իմ շուրջ ստեղծված իրավիճակը անընդունելի է, երբ Գեգամ Նազարյանը ինչ-որ արտահայտություններ է անում, կամ նրան պաշտպանելու, իբր նրան պաշտպանելու, հարմար առիթ ինձ թիրախավորելու համար, իբր նրան պաշտպանելու համար, այդ վարքագիծը սկսում են կիրառել, օգտագործել անգամ ընդդիմադիրների հետ կապվող ֆեյքերը։ Ու շնորհակալություն եմ հայտնում նաև այն հազարավոր ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց, ովքեր այս օրերին տարբեր կերպ ցույց են տվել ինձ իրենց աջակցությունը։ Ես հասկացել եմ, որ ես իմ աշխատանքը գուցե որոշ տեղերում էմոցիոնալ, գուցե որոշ տեղերում ինչ-որ բան այնուամենայնիվ թերի բացահայտած արել եմ, բայց այնուամենայնիվ իմ ազնվությունը, իմ լսարանի կողմից, հազարավոր մարդկանց կողմից, այդ թվում Նիկոլ Փաշինյանի շատ ու շատ աջակիցների կողմից ընկալվել է որպես ազնիվ մողումով արվող, որովհետև երբ դու կարծում ես, որ միայն իշխանությունն է քեզ թիրախավորում, քեզ թվում է, թե բոլոր իշխանության աջակիցները քեզ ատում են, չեն սիրում, թիրախավորում են եւ այլն, բայց հետո տեսնում ես, որ չէ, շատերը նաեւ ափսոսում են քո շուրջ ստեղծված իրավիճակի համար, շատերը պատրաստ են քեզ նաև այս իրավիճակում ձեռք մեկնել։ Ուստի ես ուզում եմ պարզապես մեր բոլոր հայերին, որ այս օրերին եղել են իմ կողքին, շնորհակալություն հայտնել, եւ ես այո ճիշտ եմ, լրագրողը պիտի ծառայի ժողովրդին, որովհետեւ քաղաքական ուժերը քեզ կարող են ինչ-որ հարցում ներել կամ չներել, ինչ-որ հարցում կարող են նաև քո աշխատանքից օգուտ քաղել ակամայից։ Պարտադիր չի, որ դու իրանց հետ աշխատես, որ իրանք քո աշխատանքից օգուտ քաղեն, բայց ժողովուրդը միշտ պատրաստ է աջակցել
այն անձին, ում հավատում է եւ ում նկատմամբ այո ատելություն չունի եւ մի փորձեք ցույց տալ ձեր ֆեյքերով, որ ինձ շատերն են ատում։ Ոչ։ Ինձ ատում են միայն նրանք, ում կողորթում ես ոսկոր եմ։ Շնորհակալություն նաեւ այն լրագրողներին, ովքեր այսօր իմ կողքին էին, որովհետեւ ես շատերի կողքին եմ եղել, բայց այսօր տեսնում ենք ինչ իրավիճակ է։ Շնորհակալություն։